Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Հայ առաքելական եկեղեցու վեհարանի վրա ոստիկանության եւ ԱԱԾ-ի գրոհի վերաբերյալ։ Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը։ 2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգեվոր եւ ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են եւ խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը։ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը, պետականության պահպանման հենասյունը եւ ազգային ինքնության կարևորագույն կրողը։ Նման գործողությունները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, ոչ միայն խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու եւ պետության անջատման սկզբունքը, այլև ուղղակի հարված են հասցնում մեր ժողովրդի միասնությանը, հատկապես այս ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ազգային համախմբվածությունը կենսական անհրաժեշտություն է։ Մենք խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ իշխանությունների կողմից նման քայլերը կարող են լինել ավելի լայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է հայ եկեղեցու պատմական դերի նսեմացմանը եւ ազգային արժեքների խարխլմանը։ Այս գործողությունները, որոնք իրականացվում են բռնի ուժի եւ ճնշումների միջոցով, հիշեցնում են մեր պատմության ամենածանր էջերը եւ անընդունելի են ժողովրդավարական պետությունում։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում անհապաղ դադարեցնել հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները, հարգել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ եկեղեցու անկախությունը, զերծ մնալ ազգային սրբությունների եւ հոգեվոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից, Հայաստանի քաղաքացիներին, հոգեվորականությանը եւ միջազգային հանրությանը համախմբվել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ նրա սրբավայրերի։ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ կանգնած է հայ առաքելական եկեղեցու կողքին եւ վճռականորեն պաշտպանելու է մեր ազգային հոգեվոր ժառանգությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին միավորվել այս պայքարում հանուն մեր ազգի արժանապատվության եւ միասնության։